Պարոն Ազարյան, այդ իրազեկման մասը շատ կարևոր է, շնորհակալություն։ Իրականում ռեֆորմը շատ գլոբալ է, բոլորին վերաբերվում է։ Այստեղ խնդիրը բարդանում է նրանով, որ մեծ ծավալի ապատեղեկատվություն է տարածվում, մարդկանց դիտավորյալ խճճում են, մի մասը դա անում է գիտակցաբար, մի մասը դա անում է անգիտակցաբար, մի մասն էլ եմ կրկնում, մասնագետի տեղ դրած դիտավորյալ մարդկանց մեջ սխալ ինֆորմացիա է մատուցում։ Ես ուղղակի անուններ չեմ ուզում տալ, որ մարդիկ կան իրանց ամեն ինչագետի տեղ դրած այս ամբիոնից էլ են մի որոշ ժամանակ առաջ ելույթ ունենում, դիտավորյալ մարդկանց խճճում են ու խուճապի են մատնում։ Մարդիկ էլ կան, նշեցի, որ ասում են սա մեր պայքարի արդյունքն է եւ այլն, թողելի է ասեն, բայց թող ճիշտը մատուցեն։ Ու որպես մի հատ հետաքրքիր օրինակ ուզում եմ բերել դրական օրինակ, ինչքան էլ զարմանալի լինի, ինձ հաճելիորեն զարմացրել է օրինակ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով իր տեսանյութերով առանց ինչ-որ ավելորդ էմոցիաների, առանց որակումների ճշգրիտ ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք կատարվում են, ավելին ասեմ, ինձնից էլ հարցրել է օրինակ փաթեթը որտեղ կարելի է տեսնել, նախագծերը որտեղ կարող է տեսնել, որ մարդկանց սխալ ինֆորմացիա չտա, որովհետև զգում ես, որ մարդու մեջ կա պատասխանատվություն, որ անկախ քաղաքական հայացքներից սեփական հայրենակիցներին ներվային վիճակի չհասնի, ու ես առիթ օգտագործելով շնորհակալություն եմ հայտնում, կոչ եմ անում բոլորին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, սիմպաթիաներից ու մնացած բաներից, մտածեն մեր քաղաքացիների նյարդային համակարգի մասին, որտեղ մեկը մենք էլի կխոսանք, կպարզաբանենք, բայց այդ դեզինֆորմացիան, որ տարածում է, ուղղակի մարդկանց հունից անում է։ Շնորհակալություն։